ապրիլի 26-ին 100 պարախմբերով, 100 պարի խմբի ղեկավարներով և 5000 մասնակիցներով ապրիլի 26-ին քայլերթ ենք անելու դեպի Մեծ Եղեռնի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցելու անմեղ բոլոր զոհերին։ Եվ այդտեղ պետք է մենք 5000 հոգով պարենք սգոպար, նահատակներին հիշատակելու պար պիտի լինի։ Ես ասեմ, որ մենք ի սկզբանե սխալ ենք համարում ազգային երկուպար առարկայի ներմուծումը հիմնական դպրոց, որովհետև արդեն հիմնական դպրոցում անցնում է երկերաշտություն առարկան։ Կարելի է որոշակի փոփոխություններ անել ծրագրային, եթե ինչ-որ բան չի համընկնում այն գաղափարին ազգային երգարվեստի, ներմուծել նաև ազգային երգեր, բայց այստեղ խոսքը մենք 90-ականների թվից հանդիպել ենք բոլոր կրթության գիտության նախարարների հետ, այն ժամանակ այսօր եւս մենք մնում ենք այն տեսակետին, որ հիմնական դպրոցում պետք է ներմուծվի ոչ թե ազգային երկուպար, այլ ազգային պար։ Փաստորեն ստացվում է այնպես, որ հիմնական դպրոցում ներմուծվում է մի առարկա, որի բարձրագույն կրթությամբ բազա ուսանողների, աշխատողների, մասնագետների Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունի։ Այ ազգային պար, եթե դասավանդվի դպրոցում, իդեմս պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի առկա է։ Եվ ավելին ասեմ, երբ մենք խոսում ենք պարի ներմուծման մասին, երաժշտության պարի, այստեղ շատ կարևոր է, թե ովքեր պիտի դասավանդեն դպրոցում։ Միշտ խոսում են, թե ոգին փոխանցել։ Ով պիտի փոխանցի այդ ոգին։ Այդ ոգին պիտի փոխանցի ֆիզկուլտուրայի, երաժշտության կամ գրադարանավարը պիտի փոխանցի այդ ոգին։ Ես կարծում եմ, որ այս ձևով դպրոց մտնելու պարագայում պարը ոչ թե մենք գնալու ենք առաջ, այլ մենք կորցնելու ենք այն լավ վսեմը, որ հազարամյակներ շարունակ փոխանցել են մեզ մեր նախնիները։ Այսինքն այնքանով որքանով մոտեցում է լինելու եւ ի սկզբանե ձախողված, եթե այսինքն այդ մարդիկ պիտի դասավանդեն։ Ես ուղղակի անկեղծ ասած, որպես պարիմարդ չեմ հասկանում, ինչպես կարող է մի քանի ամիս առաջ, մի քանի ամիս վերապատրաստվելով ինքնագործ պարի խմբի որևիցե մի ղեկավարի մոտ մասնագիտություն ձեռք բերել։ Ես դա անկեղծ ասած չեմ հասկանում։ Այն դեպքում, երբ կրթության գիտության նախարարության համապատասխան ուրեմն ենթակայության տակ գործում է պետական մանկավարժական համալսարանի, շեշտում եմ, պարարվեստի մանկավարժության ամբիոն, որտեղ պատրաստում են պրոֆեսիոնալ պարուսույց մանկավարժներ։ Մի քանի գեղեցկական պար իմանալը իրանից չի ենթադրում ժողովուրդ ջան, ուրեմն մանկավարժ դառնալ։ Դա տարբեր բաղադրիչներ կան այդտեղ, պարի փիլիսոփայություն, հոգեբանություն, պլաստիկա, սիմվոլիկա, որոնք որ կարողանում են պարուսույցին ուրեմն բարձր որակավորում ապահովել։ Այս ծրագիրը արդեն մի քանի ամիս է ինչ ներդրված է, եւ ամեն դպրոցում փաստորեն ստացվել անեց, ով քիչ թե շատ կարող է, նա կարող է նաեւ դասավանդի պար, այսինքն որ դպրոցում երկերաշտյան ուսուցիչը չի կարողացել կամ քաշը չի ներել ներողություն աշխարհագրության դասատուներին ֆիզկուլտի ուսուցիչին կամ աշխարհագրության կամ ինչ որ մեկին այստեղ ամենասկզբից եթե նայենք շատ բան անլուրջ վերաբերմունք կար ասարակ նոր առարկան դպրոց մտնելու հենց այդ առաջի օրվանից այդ նկատմամբ փոխանակ ասենք ընդունել բարի ուսուցիչներ որոնց համապատասխան վճարում պետք է արել երևի չկա այդ գումարը եկեք այս երկուսը միացնենք իրար միասին այդ դրույթը կիսենք նույն աշխատավարձով թող մարդիկ աշխատեն եւ լրիվ դուրս է մնացել թե արդյոք նրանք կարող են այդ գործը անել թե ոչ Գիտեք լրիվ պետք է անտեղյակ լինել պրոֆեսիոնալ պարից առհասարակ, որ մտածել թե հնարավոր է 6 ամսվա, ասում եմ 6 ամսվա մեջ, ասենք շաբաթը 2 անգամ 2 ժամով վերապատրաստվել եւ դառնալ պրոֆեսիոնալ պարուսույց, հա, մարդիկ 6-7 տարի են սովորում դա որ դառնան պրոֆեսիոնալ պարուսույց կամ պարող, այլ լրիվ այդ դաշտից անտեղյակ մարդը կարող ասի, մարդիկ 4-5 ժամ աշխատում են ամեն օր փորձ են անում, որ դառնան պրոֆեսիոնալ։ Այստեղ փաստորեն ստացվում է, որ կարելի է բան շաբաթը 2 ժամով գալ եւ դառնալ ոչ միայն պրոֆեսիոնալ պարող, այլ միայն դասավանդող։ Այսինքն ունել անգամ գիտելիք, որ հնարավորություն ես եւ իրավունք փոխանցես երեխաներին։ Սա չլինելու բան է։ Ես անցած օրը իմ օրինակի վրա ասեցի, ես 45 տարուց ավել է պրոֆեսիոնալ պարարվեստի մեջ եմ։ Այն եթե ես ունեմ ցանկություն հիմա դասավանդելու, պետք է գնամ 6 ամիս վերապատրաստվեմ Գինոսյանի մոտ, հետո էլ գրամ երգի դասեր առնեմ, հա, երգ սովորեմ իմ այս տարիքում, կարողանամ դասավանդել։ Չէ, անհասկանալի բաներ չկա, զավեշտի է նմանվում էս վերջապես։
Եվ այս ամբողջ խոսքը ոչ թե մեր բանավեճն է, մեր ու պարոն Գինոսյանի, չէ, այս դրվածքի մասին է, սրա վրա է բանավեճը։ Թափված անտարբեր մոտեցումը հենց նույն նախարարության կամ այո, թե ոնց պետք է լուծել այս հարցը։ Ոգին եմ բերել տա, դու պրոֆեսիոնալ ես, առաջին հերթին դու պրոֆեսիոնալ ես, թե պրոֆեսիոնալ չես։ Էսա ոգու դաշտ չի, նախ բարի է սա, եկեք այդ հարցը լուծենք, հետո ոգին փոխանցելու հարցը։ Մեկ։ Երկրորդը Ինչ պատասխան են տալի, երբ որ կա կոնկրետ բան, չէ, դու պրոֆեսիոնալ ես, թե պրոֆեսիոնալ չես, դու իրավունք ունես մտնել, պատասխանի մեջ ավելի զավեշտ կա։ Ուրեմն պատճառաբանումը որ այն մարդիկ ովքեր պրոֆեսիոնալ են զբաղվում պարոն արվեստով, նրանց թաթերը ձգված են, կեցվածքը ցից է, այդպես չի կարելի, այդպես է գրվում, որ տենց մենք պիտի ապարենք, ոնց որ ապարել են մեր պապերը։ Այ բանա մեր պապերը հանդից հոգնած ռանչպար մարդիկ եկել են, ով ոնց կարողացել անենց ապարելա։ Մեկի ոդկը մի քիչ ծուռ, մեկի գլուխը մի քիչ ծուռ, բայց մենք այսօր խոսում ենք մի բանի մասին, որ փոխանցելու ենք երեխեքին, չէ՞։ Տալիս են գեղագիտության մի տեսակ, որ հետո ինքը պետք է իր ամբողջ կյանքում տանի։ Հասկացանք պապերի ոգին, պապերի պարը, այդ ամեն ինչ հասկանում ենք, բայց այդ պարը մինչև որ եկել է հասելա ձեզ, որ դուք եք ներկայացնում, իբրե դա ամենաանաղարտն է, դա իհարկե դա դարերի ընթացքում մշակվել է, այս պարերը դարերի պատմություն ունեն, որ եկել հասել են այստեղ, անպայման, ու դուք եք մշակում այսօր։ Ուրիշ հարցը թե ոնց, ամեն մեկը մշակում է իր ստեղծագործականի տաղանդի չափով։ Օրինակ այն ինչ որ դուք անում եք, ինձ դուր չի գալ, բայց ես չեմ ասում դրա մասին։ Չեմ խոսում, ձեր խումբն ոնց ուզում եք մշակեք այդ բառը, դուք եք անում այդ բանը։ Ես չեմ ասում փչացրեցիք ազգային բառը։ Իսկ մենք որ չէ, դուք ասում եք թաթերը ձգում եք, ասում եք կեցվածքը տուղիք պայել։ Ինչ պիտի ասեք, ինչի չէիք ասում։ Ասում ենք այդ ամեն ինչի մասին։ Չգիտեմ, ասեք պիտի չէ։ Գիտեք ամբողջ ուրեմն ամենասկիզբն է հենց սխալ։ Ուրեմն հանձնաժողովը, որը հաստատել է այս ծրագիրը, հավաքվել են մարդիկ ակադեմիայից եւ այլ մանկավարժ միգուցե ես ոչ մի բարի մասնագետ բարի պրոֆեսիոնալ մասնագետ ուրեմն եղել է պարոն Գինասյանը, որը պրոֆեսիոնալ բարի ինչպես ոչ տեղյակ չենք եղել եւ Գագիկ Մխիթարյան միշտ արվեստի միության նախագահ մի հոգի այսին անգամ երրորդ մարդը չի եղել, որ ասենք երկու կողմ մեկ դեմ ձայներով անցներ, ասենք երկու կողմ Էնել շատ եւ նախ այս ծրագիրը պետքա կազմվեր այն գիտական հիմնարկում, այն գիտական հաստատությունում, որը միակն է Հայաստանում, որը զբաղվում է պրոֆեսիոնալ բարի մանկավարժությամբ։ Դա բարարվեստի ամբիոնն է։ Այստեղ կարելի է ներգրավել նաեւ ասենք Թատերական ինստիտուտում նման բաժին կար, խորեոգրաֆիկ ուսումնարանը կար, բոլորը միասին համատեղ ծրագիր կազմեն։ Հետո դա դրվեր բարի մասնագետների մի 20-30 հոգու քննարկման կբաժանեինք նախորդ, կարդային, կգային ամենքի իր առաջարկությամբ եւ այլ եւ այլ։ Նոր դրանից հետո տեղափոխվեր նախարարության հանձնաժողովի քննարկմանը, հաստատմանը կամ հետուղարկելու նորից։ Այսինքն իբր ուզեցել եք տեսեք ազգայինը մենք բան ենք անում։ Գիտեք, սիրելիներս, ներողություն, իբր ուզել են մի բան անեն, բայց արել են ձեռի հետ։ Անել սենց էլ կնել, ձեռի հետ անեք մի բան կանցնի, բայց չի անցնի, որովհետեւ մեծ սխալներ կա այստեղ։ Մենք լրատվամիջոցներից ենք իմացել, որ արդեն ծրագիրը ներմուծվել է դպրոց եւ կազմվել է արդեն համապատասխան մասնագիտական, նորից եմ կրկնում, մասնագիտական հանձնաժողով հարցը քննարկելու կապակցությամբ եւ մենք ուղղակի զարմացանք, երբ մենք իմացանք, որ մեր պրոֆեսորադասախոսական իր ամբողջ ներուժով, իր պրոֆեսորադասախոսական ամբողջ գիտական բազայով ինքը ընդգրկված չէ համապատասխան հանձնաժողովում։ Այս տեսակ, այս ծրագրով մենք հենց չենք քննարկում ծրագրի մասին, դա խայտարակություն է ժողովուրդ։ Մենք հիմա չենք խոսում ծրագրի մասին, ծրագրի բարերի ընտրության մասին, որտեղ պահպանված չի սկզբնական բարի ուսուցումը։ Ով է տեսել։ Դու մանկավարժականը փակեն, եթե պիտի բանի տեղ չդնեն։ Ես էլ եմ դա ասում։ Ով իր տանը ոգի ունի, այդ ոգին տանի Օրինակ 6 ամիս վերապատրաստվեն ու Ուջանով Ֆրեդը լավ բան է ապարում, Երխուշտայ է ապարում իմիջիալուց, շատ լավ, նրա նման պարող չկա։ Ֆրեդը Ուջանցի։ Բերենք Ֆրեդին մտցնենք դպրոց ասենք դաստուր։ Լավ պարը ուրիշ բան է, մանկավարժությունը ուրիշ բան է։ Ես ասում եմ, որ այս գիտեք, սա հաջողության չի հասնի, որովհետև այստեղ մարդիկ փորձում են անձնավորել հարցը։ Այստեղ անձնավորված ոչինչ չկա, այստեղ եթե հարցը այնպես նայվի ոչ թե ընդդեմ, այլ հանուն ազգային բարի ճիշտ պրոպագանդման, հանուն ազգային բարի ճշգրիտ ուսուցման, ես սա կոնկրետ վիրավորանք եմ համարում Հայաստանի Հանրապետության բոլոր այն պարուսույց մանկավարժներին, ովքեր տարիներ տկնել են
տարիներ աշխատել են, տևական ձևով աշխատել են, որպեսզի դառնան պարուսույց մանկավարժներ։ Այսօր ծնողներ են գալիս մեզ հարցնում, մենք մեր երեխայի համար վճարում ենք պետությանը։ Մենք մեր երեխայի համար վճարում ենք, որ ուսում ստանա այդ մարդը։ 6 տարի նա սովորում է, բա մենք էլ ինչ ենք այս գումարը տալի, որ մեր երեխաները սովորեն։ Մեր պարարվեստի կենտրոններում այսօր գալիս են մարդիկ ուսուցանելու ազգային բաժ, արդեն ծնողը գիտի իր երեխային ուր է բերում։ Եվ հետո մի բան ասեմ ձեզ շատ կարևոր, գիտեք դպրոցներում ինչա կատարվում։ Մի առիթով ինձ մի ծնող ասեց, իմ երեխան ոչ միայն զզվում է այդ առարկայից բարի, այլ նաև ատում է իրենց դասարանի լավ պարողին։ Դուք պատկերացնում եք, այսինքն սխալ հոգեբանությունը երեխայի, այսինքն մարդը երեխայը չի կարողանում պարել, որովհետև պետքա սկզբնական ուսուցում տալ այդ երեխային, պետքա տարական պարային քայլերից, շարժումներից սկսել, չէ երեխային։ Երեխային բերում են ու ասում են՝ մի անգամից պարեք Կառնո Քոչարի, այ ժողովուրդ ջան, Կառնո Քոչարին մի անգամից չեմ պարում, Գովնդը մի անգամից չեմ պարում, պարաքայլեր կա, սկզբնական ուսուցում կա, ասել եմ դե գիտեք, եթե այդպիսի բան լինի, պետական մանկավարժական համալսարանը պատրաստ է ներգրավել այդ ամբողջ աշխատանքների մեջ։ Պարոն Աշոտյանն ասեց՝ այո, ժամանակը կգա, մենք ձեզ կհրավիրենք։ Այդ ժամանակը եկավ այն ժամանակ, երբ մենք լրատվամիջոցներից իմացանք, որ արդեն առարկան ներմուծվել է դպրոց եւ ավելին արդեն ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով։ Եվ մենք էլ բացակայում ենք այդ հանձնաժողովում։